Հոկտեմբերի 29-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը գողացել են Վիկտոր Համբարձումյան փողոցի իրենց շենքի բակում կայանված իր BMW-ի զույգ կողային հայելիների ապակիները, պատճառելով 200,000 դրամի վնաս։ Նա հայտնեց նաև, որ ավտոմեքենայի դիմապակուն թողել են տելեգրամյան հասցեով թերթիկ։ Շուտով ստացվեց նմանատիպ ևս 3 ահազանգ։ Գիշերը գողացել էին նաև նույն փողոցում կայանված Subaru եւ Ադոնցի փողոցում կայանված Hyundai Elantra ու Toyota Magnich-ի մեքենաների հայելիների ապակիներ, կրկին թողնելով տելեգրամյան նույն հասցեն։ Հաղորդումները փոխանցվեցին համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, այս հանցագործությունները սակայն արդեն բացահայտված էին։ Մայրաքաղաքի պարեկներն առավոտյան ժամը 5:50-ին Թոթովենցի փողոցում կանգնեցրել էին Opel Magnich-ի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում վարորդը ցանկացել էր ինչ-որ բան թաքցնել գրպանում։ Արգելված իր պահելու կասկածանքով պարեկները ձերբակալել եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժին են տեղափոխել Մայրաքաղաքի Բաղյան փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդուն։ Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք ու կնիքվել։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է բարդ փականով 2 դանակ, բջջային 4 հեռախոս եւ այդ գիշեր Արաբկիր վարչական շրջանում թալանված ավտոմեքենաներին փակցրած տելեգրամյան նույն հասցեով 9 թերթիկ։ Նոր-Նորքի համայնքային ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ 43-ամյա տղամարդը շորթման նպատակով ավտոմեքենաներից գողություն է կատարել նաև իրենց սպասարկման տարածքում։ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։